վերավարված հատուկ նշանակության զինծառայող Ադրբեջանից, այսինքն որևէ կասկածներ ընդհանրապես չկան, թե որ կողմն է արել, դա լավ առիթ է նաև Մինսկի խմբի համանախագահների համար, ասենք արգումենտացիա առումով ավելի կոշտ դիրքորոշում ունենալ եւ ազդել ադրբեջանական կողմին, որ այդ այդպես կոչված վստահության մեխանիզմների առումով որևէ առաջընթաց տեղի ունենա։ Սահուսատը դրանց մեկտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն ասենք կոնկրետ բանակցային գործընթացի շուրջ, այլ նաեւ այլ հարթակներում փորձում է խոչընդոտներ ստեղծի ընդհանրապես ոչ թե միայն Մինսկի խմբի, այլ ԵԱԿ-ի գործունեության, դուք գիտեք այդ պատմությունը, որը կապված է Երևանյան գրասենյակի հետ եւ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ընդհանրապես Ադրբեջանը բավականին խոցելի իրավիճակում է գտնվում այդ ԵԱԿ-ի հարթակներում եւ այս առիթը միայն եւ միայն ինչ-որ նոր հնարավորություն կարա տա ավելի հստակ դիրքորոշում ցուցաբերելու Ադրբեջանի համար։ Չնայած նրան, որ Ադրբեջանը վերջերս վաղուց է խոցելի հարթակներում գտնվում, եվրոպական հարթակների շփումներում, բայց միևնույն է Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը շարունակում է կրավորական մնալ։ Ինչու հիմա պատճառը կամ առիթը որն է, որ հիմա պիտի փորձեն ավելի կոշտ լինել։ Ասում ես նկատում եմ, որ բավականին հարմար առիթ է, այսինքն այն հանգամանքը, որ անհաջող հարմար է մեզ համար, իրենց համար հարմար է, իրենք կփոխեն դիրքորոշումը։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առնվազն այս հարցում, չնայած ես կարծում եմ, որ նաեւ ավելի լայն համատեքստում համընկնում են։ Եվ դա հնարավորություն է տալիս ինչ-որ հերթական ինչ-որ փաստարկ ունենալ Ադրբեջանի վրա ճնշման առումով, բայց դրա հետ մեկտեղ այո, ես համաձայն եմ, որ Մինսկի խմբի եւ համատեքստում եւ նաեւ Մինսկի խմբի համանախագահ առանձին երկրները կարող են ավելի ակտիվ եւ ավելի կոշտ դիրքորոշում ունենալ, առավել եւս որ այդ պարտավորությունները, այդ վստահության մեխանիզմների առումով Ադրբեջանը տվել է ոչ միայն Մինսկի խմբին, այլ նաեւ Մինսկի խմբի որոշ անդամ երկրների ղեկավարներին։ Եվ այս առումով իհարկե կան լուրջ խնդիրներ։ Խնդիրը նաև մեր մեջ չեք տեսնում հայկական կողմի, մեր դիվանագիտության պասիվության կամ հարմարվողականության մեջ չէ։ Գիտեք, ընդհանրապես ես հասկանում եմ, որ Հայաստանի հասարակությունը շատ հաճախ փորձում է տեսնել ավելի ակտիվ եւ ավելի ինչ-որ հայտարարությունների ավելի կոշտ ինչ-որ մի, ասենք, համատեքստ, բայց նաև պիտի հասկանանք, որ դիվանագիտությունը միշտ չէ, որ միայն հայտարարություններով, այլ նաև քայլերով։ Այն հանգամանքը, որ հայկական կողմը ընդհանուր առմամբ իր մոտեցումները գրեթե համընկնում են Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները, նաև ստիպում է հայկական կողմին ավելի դիվանագիտական եւ ավելի ոչ հրապարակային մոտեցումները արտացոլել, ի տարբերություն Ադրբեջանի, որը առիթ է փնտրում ամեն անգամ ինչ որ իր դժգոհությունը արտահայտի, ասենք Մինսկի խմբի համանախագահները, չեմ ասում հայկական կողմերի հանդեպ, այստեղ մոտեցումների տարբերություն կա։ Կարելի է իհարկե շատ հեշտ ձևով պատասխանել, որ այո, մենք ցանկանանք, որ հայկական դիվանագիտությունը ավելի ակտիվ լիներ, բայց դա ոչ մի բան չնշանակող հայտարարություն կլինի։ Որպես փորձագետ ես նաև հասկանում եմ դրդապատճառները, ինչի հայկական դիվանագիտությունը տարբերություն, ասենք ադրբեջանականի այս առումով ավելի դիվանագիտական էտիկետի շրջանակներում է շարժվում, քան եւ չի անում ինչ-որ հայտարարություններ, որոնք շատ հաճախ կամ ինչ-որ ինիցիատիվները, որ կան հակառակ էֆեկտ ունենալ։ Օրինակ հիշեք հայտնի Լավրովի հետ կապված այդ Լավրովի հայտարարության հետ կապված այդ պատմությունը։